ձեր խոսքում նշեցիք, որ գնում ենք շրջանային մոդելի կիրառմանը, մինչև հիմա ունենք օրինակներ, որտեղ ունենք 20 եւ ավելի բնակավայրերից կազմված համայնքներ։ Վերլուծությունը ցույց է տալիս արդյունավետությունը, ձեր խոսքում նշեցիք, իսկ ինչ խնդիրներ կան այդ խոշորացման դեպքում որոշակի խնդիրներ գուցե առաջանում են, դուք բարձրաձայնեք, մենք էլ մտածենք, որոնք են այդ խնդիրները, որ միասին ավելի լավ պայքարենք դրա վերացման համար։ Շնորհակալ եմ, պարոն Նազարյան, իհարկե տենց ընդգծված խնդիրներ որպես այդպիսին խոշորացման հետ կապված առաջանում են հիմնականում խոշորացման process-ի մեկնարկի եւ իրականացման արդյունքում, այսինքն մենք այստեղ ավելի շատ ունենք հանրային հաղորդակցման, առավելությունները ներկայացնելու, մարդկանց մտահոգությունները փարատելու, տնտեսական հնարավորությունները ներկայացնելու եւ այլն խնդիր, կարծում եմ մեր հիմնական խնդիրը վարչատարածքային բարեփոխումների գործող ռազմավարության տեսանկյունից սա հանրային հաղորդակցության եւ մարդկանց հետ ավելի մանրամասն շփվելու, առավելությունները ներկայացնելու եւ հնարավորությունները ներկայացնելու խնդիրն է, որտեղ իհարկե ազգային ժողովը եւ ազգային ժողովի պատգամավորները մեծապես կարող են աջակցել։ Շնորհակալություն։ Արձագանք, որ 7 համայնքներն են եւ ինչ պատճառով որ միջև հիմա միավորված չեն, խոշորացված չեն եւ նաեւ այսպիսի խնդիր կա, որ որոշ ազգային փոքրամասնություններ անհանգստություն ունեն, որ խոշորացման դեպքում իրենց շահերը կարող է տուժեն։ Այս մասին մտածում ենք եւ ինչպիսի լուծում եք դուք տեսնում, եթե կա որոշակի միտք կամ ծրագիր։ Շնորհակալ եմ, պարոն Նազարյան, 7 համայնքները չխոշորացված, դրանք մայրաքաղաք Երևանն են, Գյումրին եւ 5 համայնքներ ազգային փոքրամասնություններով բնակեցված, ոչ մեծամասնությամբ իհարկե ազգային փոքրամասնություններով, բայց մասամբ այո, ձեր նշած խնդիրը կա ազգային փոքրամասնությունների մոտ կան որոշակի մտավախություններ համայնքների խոշորացման դեպքում որոշակի շահերի եւ իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից մենք մշտապես հաղորդակցվում ենք իրենց հետ, վերջերս նույնիսկ այցի ընթացքում այդ հարցը իրենց հետ մանրամասն քննարկել ենք նաեւ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում այդ մտավախությունները կան, այդ մտավախությունները հաճախ սուբյեկտիվ են եւ մեր համոզմունքն է, որ չխոշորացված համայնքների բնակիչները, տեսնելով իրենց հարևանությամբ գտնվող խոշորացած համայնքներում իրականացվող կապիտալ ծրագրերը, կենսամակարդակի բարձրացման էական տեմպերը եւ այլն, իրենք են համոզվում արդեն իսկ, որ խոշորացումը դա միակ ճիշտ ճանապարհն է այդ ծրագրերը իրենց համայնքներ բերելու եւ այս փոփոխությունների իհարկե մարդկանց մտածողության մեջ տեղի կունենան նաեւ մեր շնորհիվ, մեր իրենց հետ ավելի ակտիվ հաղորդակցության շնորհիվ, բայց միանշանակ մեր քաղաքականությունը վարչատարածքային բարեփոխումների համայնքների միավորման ուղղությամբ է գնալու։ Շնորհակալություն։